Նորավանքում հոգևոր սնունդ ստանալուց հետո որոշեցինք գնալ ճաշելու։ Վարորդին խնդրեցինք այնպիսի տեղ տանել, որ բնությունից չկտրվենք, ու նա մեզ բերեց այստեղ ժայռերով ու անտառներով շրջապատված գեղեցիկ տաղավարներով ջրառատ այս ճաշարանը, իսկ ներքևում աշխուժորեն հոսում է արբագետը։ Ճիշտ է, Միացյալ Նահանգներից եկած մեր բարեկամները հայեր են, բայց այն պայման ուզում ենք, որ նրանք տեսնեն ու իմանան, որ իրենց հայրենիքի ամեն անկյունը դրախտ է։ Օրվա այնպիսի ժամ է, որ տաղավարները բոլորը ազատ են, մարդիկ չկան, եւ մենք կարող ենք ճաշելու համար ընտրել այնպիսի տաղավար, որը մեզ է դուր գալիս մեր ճաշակով է։ بير بخمس Եթե կխմեք, بخمس يرى كذا البير اوكي جان اوكي Ձուկը կարմրախայ։ جدي ճաշացանքը ինչպես միշտ ամեն ինչ տնական, պանիրը, քամած մածունը, ռեժանը, անդիմադրելի համ ու հոտով, խառը կանաչին ու խորոված ձուկը։ Գնում ենք գնում, ջերմուկ չենք հասնում, ճանապարհին շատ բան կա տեսնելու, մեկն էլ ջրվեժն է, ջերմուկի ջրվեժը, ասես ոչ թե ջուր է հոսում, այլ մարգարիտներ։ Վերջապես հասանք մեր նպատակակետին, Grand Resort ջերմուկ, երկար ճանապարհից հոգնել ենք, պիտի մի քիչ հանգստանանք ու ծանոթանանք ջերմուկ քաղաքի հետ։